Դեկտեմբերի 5-ին Մայրաթորի դիվանապետ Արշակ arczepiskopos Խաչատրյանը կալանավորվել է 2 ամսով։ Այդ մասին հայտնել է Արշակ սրբազանի փաստաբան Արսեն Բաբայանը։ Որոշումը կայացրել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ։ Դատավորը բավարարել է քննիչի միջնորդությունը որպես խափանման միջոց ընտրելով կալանքը։ Մայրաթորի դիվանապետը ձերբակալվել է դեկտեմբերի 4-ին քննչական կոմիտեում, որտեղ հրավիրվել էր հարցաքննության համացանցում տարածված տեսանյութերի գործով։ Հարցաքննության ավարտից հետո ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալել են նրան։ Նպատակը շատ պարզ է, Արշակ սրբազանին ուզում են վերագրեն վատ արարքներ։ Հիշում եք, չէ՞, տեսագրությունը։ Սրբազանը մի քանի օր արդեն ասում է, որ այդ տեսագրությունը կեղծիք է, իր հետ առնչություն չունի։ Սա էլ է կեղծիք եւ իր հետ առնչություն չունի։ Քրեական վարույթի նախաքննության ընթացքում Արշակ սրբազանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1 եւ 4-րդ կետերով մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելը հանդիսադիր վայրում։ Հերմինե Հակոբյան, Եկեղեցական կյանք։